Հիմա կասեք այսօրվա քարոզը լույսի մարդու մասին է։ Ամբողջ շաբաթվա ընթացքում բարձրանում էր լույս եւ խավար, լույս եւ խավար, լույս եւ խավար։ Ու այս ծառայությունը ես երկար եմ պատրաստվել, որ փոխանցեմ ձեզ, բայց ամենավերջի պահին փոխվեց վերնագիրը։ Տնից փախածը։ Գիտես ինչքան կա որ մարդիկ տնից փախչում են։ Փախչում են, որ իրանք բրցնեն։ Այն մարդիկ, ովքեր ուզում են տան մեջ բան փոխվի, տան հոգսը վերցնում են իրենց վրա։ Կա sense մի հատ հասկացողություն, փախնեմ, բրցնեմ։ Ես ձեզանից ուր փախնեմ։ Գիտես ու տեսնում ես, որ դու այդ ընտանիքի մեջ պետք է չես կարա տնից փախչես։ Դու պիտի մնաս այդ տան մեջ։ Գիտես այսօր խոսալու եմ այն մարդկանց մասին, ովքեր թողել են եկեղեցին։ Եվ ինչ որ ձև ոնց որ փախել են։ Եթե դու այդ մարդն ես, որ հեռացել ես եկեղեցուց, ընտանիքի չեն փախչում։ Ընտանիքում մնում են, ձեռքերը կշտում, սկսում աշխատել։ Տնից փախչելով դու չես կարող հարց լուծես։ Տնից փախչելով դու կդառնաս անտուն թափառական։ Վերադարձի տուն, տանը քեզ սպասող կա։ Վերադարձի տուն, որտեղ մարդիկ մտածում են իրենց բնավորության, եսասիրության, եսակենտրոնության պատճառով, իրենց չհասկանալու եւ նաեւ որ մարդիկ շատ վիրավորվող են, թողնում են տիրոջ տունը եւ փախչում։ Բայց ժամանակ կա որ դու պիտի չփախնես այդ տնից։ Դու պիտի մնաս եւ պիտի բան փոխես այդ տան մեջ։ Երբ որ թափված բան կա, տնից փախնել ամենահեշտն է։ Դժվար է ինչ որ բան հավաքել։ Բայց տունը մաքրվում է այն ժամանակ, որ տան անդամները տնից չեն փախնում։ Տնից փախնելով տունը չի մաքրվում։ Տնից փախնելով ընտանիքի հարցերը չի լուծվում։ Դու պիտի մնաս տունը եւ սկսես աշխատես։ Աշխատես, որ տան մեջ բան փոխվի։ Գիտես մարդիկ կա արդեն 3-ից 4 հատ եկեղեցի են փոխել։ 4-րդ արդեն ուզում են փոխել։ Մարդիկ կա մտածում են ամեն ինչ եկեղեցու, պատճառը եկեղեցու մեջ են մտնում։ Պատճառը ման արի քո մեջ։ Ինչն է պատճառը, որ դու տնից ուզում ես փախնես։ Քո ընտանիքի մեջ դու չես կարա տնից փախնես։ Բայց դու չգիտես խի Աստծո տան մեջ ուզում ես տնից փախնես։ Գիտես անառակ որդու տնից փախնելը դա հարցի լուծում չէր։ Բայց ես մի բան ասեմ, անառակ որդին կարող էր ամբողջ տասվածքը չծախսեր, շուտ հետ վերադառնար։ Պետք չէր ամբողջը ծախսեր նոր վերադառնար։ Թվում է թե կարար չէ հոր տված ժառանգության կեսը ձեռին հետ էր եկել, ասել էր կեսը սխալ եմ ծախսել, բայց ես կեսը դեռ պահել եմ։ Չգիտես խի մարդը հասկանում է այն ժամանակ, երբ որ ամբողջը կորցնում է։ Գիտես, թող չենք մենք չլինենք այդ մարդիկ, եթե տնից փախել ենք, վերադառնանք տուն։ Դու չես կարա տնից փախչես։ Աստված քեզ ունի իր ծրագրերի մեջ։ Ու գիտես, դու ընտանիքին փախչելով դու չես կարա հարց լուծես։ Նույնպես էլ Աստծո ընտանիքից փախնելով դու չես կարա հարց լուծես։ Վերադարձի տիրոջ տուն։ Եվ քո բնավորության պատճառով միգուցե ինչ որ մեկը քեզ չի բարևել, վիրավորել են, վիրավորվող ես, Աստված քեզ սպասում է։ Անպայման չի որ անառակ որդու նման ամբողջ ունեցվածքդ վատնես, նոր վերադառնաս տուն։ Միգուցե դու այսօր համացանցով ես դիտում եւ երկար ժամանակա չես գնում եկեղեցի եւ փախել ես տնից։ Աստված քեզ սպասում է իր տան մեջ։ Վերադարձի իր տուն։ Դու գործ ունես այդտեղ անելու։ Այո, միգուցե տեսել ես ինչ որ թափված բան կա։ Սկսի հավաքել, սկսի օգնել, տունը կարգի բեր։ Դա Աստծո տունն է, որ Աստված քեզ ընտրել է իր տան մեջ ինչպես ծառայող։ Վերադարձի տուն։ Տնից փախնելով դու հարցը չես լուծելու։ Ամեն։ Այսօր խոսալու եմ լույսից եւ խավարից։ Գիտես, երբ որ ամենասկզբից այս աշխարհը խավարի մեջ էր։ Այսօր աստվածաշնչյան տեղերը շատ է, բայց փորձելու եմ կարդամ։ Խնդրում եմ ձեր ուշադրությունը, որ կարողանանք այս մտքի մեջ սավառնենք, ինֆորմացիան շատ մեծ է լինելու, բայց ուղղակի քո ուշադրությունը կխնդրեմ, որ չկտրվես։ Որովհետև ժամանակ առ ժամանակ քո միտքը կարա կտրվի, հոգնածություն գա, ուշադիր եղի։ Եթե դու ուզում ես ուշադիր հասկանաս խոսքը, խորհուրդ կտամ քեզ հետ բերես թուղթ եւ գրիչ։
Երբ որ դու վերցնում ես թուղթ եւ գրիչը, դու մտնում ես խոսքի մեջ։ Դու մտնում ես դրա մեջ եւ միտքդ չի կտրվում, որովհետեւ գոյություն ունի տեսողական հիշողություն։ Ինչ որ մի բան որ դու գրում ես, դու դա հիշում ես։ Դա նույնպես մենք պիտի անենք, որովհետեւ մենք Քրիստոսի աշակերտներն ենք։ Մենք անդադար սովորում ենք։ Մենք չպետք է կանգնեցնենք սովորելը մեր կյանքում։ Ծննդոց 1:1 ամենասկզբից։ Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, երկինքը անձև ու դատարկ էր, եւ անդունդի վրա խավար էր, եւ Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա։ Եվ Աստված ասավ թող լույս լինի, եւ լույս եղավ, եւ Աստված տեսավ, որ լույսը բարի է, եւ Աստված լույսը բաժանեց խավարից, եւ Աստված լույսը կոչեց ցերեկ, եւ խավարը կոչեց գիշեր, եւ երեկո եւ առավոտ եղավ օր առաջին։ Այս երկրագնդի վրա ամենաառաջի օրը կատարվեց ամենաառաջի բաժանումը լույսը խավարից։ Աստված ստեղծեց երկրագունդը եւ բաժանեց լույսը խավարից եւ ասեց լույսը գիշեր է, ցերեկ է եւ խավարը գիշեր եւ ասավ լույսը բարի է։ Չասավ խավարն է բարի, ասավ որ լույսը բարի էր։ Աստված ստեղծեց ցերեկը եւ ասավ դա բարի է։ Եվ տեսնում ես որ Աստծո հոգին արդեն իսկ շրջում էր ջրերի վրա, ինքը երկրի վրա էր։ Եվ Աստված բերեց կարգ եւ կանոն, բաժանեց ցերեկը խավարից եւ դրավ արեգակը ցերեկի համար եւ լուսինը գիշերի համար։ Եվ ծննդոտ 1:16 եւ Աստված երկու լուսատուններ արեց, մեծ լուսատուն ցերեկի վրա իշխելու համար, իսկ փոքր լուսատուն գիշերի վրա իշխելու համար, եւ աստղերը նաեւ ստեղծեց։ Մենք տեսնում ենք, որ այս ամբողջ process-ը կատարվեց ամենասկզբում։ Դու գիտես, Քրիստոսը լույսն էր, որ եկավ այս աշխարհ։ Եվ նույնպես քեզ շատ խոսում Աստվածաշունչը նրա մասին, որ մնա լույսի մեջ, որը որ Քրիստոսն է։ Խավար այս աշխարհն է։ Խավարի գործերը, խավարասերները, չգիտեմ ոնց ասեմ։ Խավար այս աշխարհն է, լույսը Տիրոջ տունն է։ Երբ որ դու փախնում ես Տիրոջ տնից, դու լույսի տնից դուրս ես գալիս եւ գնում ես խավարի տուն։ Այսևի մի հատ միտք է, ես չգիտեմ այդ միտքը ոնց ասեմ, որ չվիրավորեմ այն մարդկանց, որ ընկալեն։ Միտք կա, որ կարաս եկեղեցի չգաս, քո Աստծո հետ հարաբերություն ունենաս, քո Աստծո հետ լինես, քո Աստծով դու առանձին ապրես, քո սրտի Աստվածը ստեղծես եւ դու փրկված ես։ Միգուցե փրկված ես, բայց վարձք ունենաս, այն վարձքը, որ պատրաստված է երկնքում, կունենաս։ Գիտես, հարց առաջանում, որ մենք այսօր հաղորդություն ենք ընդունելու։ Ո՞վ է քեզ հաղորդություն տալու։ Այդ որ դու չես գալի եկեղեցի, ումից ես հաղորդություն ընդունելու։ Ոնց ես հաղորդակցվելու Քրիստոսի մարմնին։ Լավ վերցնենք այս միտքը նույնպես։ Աստված ունի իր թագավորությունը այս քաղաքի մեջ, որը արտահայտվում է բազում եկեղեցիների միջոցով։ Եվ այս տունը Աստծո տունն է։ Եվ դրա համար եմ ասում, տնից մի փախի։ Տնից փախնելով դու հարցը չես լուծի։ Տնից փախնելով դու հարցը բարդացնում ես։ Եվ նույնպես այս քարոզը նույնպես ուզում է վերնագրեմ այսպես մնա քո բնակատեղում։ Գիտես Հուդայի թղթի մեջ առաջի խոսքի մեջ Հուդան 1 գլուխ ունի 5-ից 6-րդ խոսքը իսկ ես կամենում եմ հիշեցնել ձեզ թեև արդեն այս բոլոր գիտեք որ Տերը ժողովրդին Եգիպտոսի երկրից փրկեց եւ հետո անհավատների կորուստին մատնեց եւ այն հրեշտակները որոնք իրենց իշխանությունը չպահեցին այլ իրենց բնակատեղին լքեցին այն հրեշտակները ովքեր իրենց իշխանությունը չպահեցին եւ բնակատեղը լքեցին Դու պատկերացնում ես երկնքում հրեշտակները պիտի դուրս չէին եկել իրենց բնակատեղից
Երկնքում հրեշտակները պիտի մնացել էին բնակատեղում։ Եվ ասում է հրեշտակները, որ լքեցին բնակատեղը, մեծ օրվա դատաստանի համար հավիտենական կապանքներով խավարի մեջ պահվեցան։ Հրեշտակները լքեցին իրենց տարածքը եւ խավարի մեջ կապված սպասում են դատաստանին։ Դու պատկերացնում ես, դու քո բնակատեղը լքես, քո տունը լքես։ Մարդիկ ուզում են չգան եկեղեցի եւ արդարացնեն, որ դա ճիշտ է։ Ոչ, դա ճշմարտություն չի։ Մնա քո բնակատեղի մեջ։ Այն հրեշտակները, ովքեր չմնացին իրենց բնակատեղի մեջ, նրանք խավարում են հիմա։ Գիտես, դու լույսի մեջ ես կանչված, բայց դու կարող ես այն լույսը, որ քեզանում է, խավար լինի, որտեղ Աստծո խոսքը խոսում է դրա մասին։ Գիտես, այն հրեշտակները, ովքեր չպահեցին իրենց բնակատեղին, հիմա խավարում են։ Եթե մենք էլ չպահենք մեր բնակատեղին, մենք էլ կհայտնվենք խավարում։ Խոստացված չի, որ խավարում չես լինի։ Եվ նույնպես տեսնում ես, որ եթե դա երկնքում գործում էր հրեշտակների համար, մեր համար էլ է գործում։ Եվ 91-րդ Սաղմոսի մեջ գրված է բարձրալի ծածկոցի տակ բնակվողը, բնակատեղի։ Դու չես կարող քո տնից փախնես։ Եթե քո, չգիտեմ, ճաշասենյակը վատ է վերանորոգված, դու չես ասում հարևանին լավ է, գնամ իրանց տուն։ Մտածում ես ինչպես անես քոնը վերանորոգես։ Մտածում ես ինչպես անես քո անկյունը ձևավորես։ Ով է անցել վերանորոգման process-ով իրենց ընտանիքի մեջ։ Փոշի, կեղտ, ինչ ես ուզում անես, տնից փախնես։ Բայց ուժ գտար։ Այդ վերանորոգման process-ը անցար։ Հիմա մաքուր տան մեջ ես։ Բայց եթե տնից փախել էիր, չէր լուծվելու տան հարցը։ Այո, միգուցե տիրոջ տան մեջ քո եղբայրները, քույրերը մի քիչ կուլտուրական չեն։ Հնարավոր է այդ ձև բան լինի։ Բայց գիտես, քո հարազատ եղբայրները եւ քույրերները մի քիչ կուլտուրական չեն։ Բայց չգիտես, խի դու նրանց ընդունում ես, նրանց դիմանում ես։ Դու քո տնից չես փախնում, մնում ես քո տան մեջ։ Բայց ի՞նչն է պատճառը, որ դու միտք առաջացել խավարից հոր տնից փախնել։ Ինչն է պատճառը, որ այդ դիվային միտքը գալիս է հոր տնից փախնելու։ Թվում է, թե հոր տուններ մարդիկ չէին։ Գիտես, կա սենց բան, որ մարդիկ նեղանում են։ Եղել է, չէ՞ տենց բան, նեղվում են։ Նամանավանդ աղջիկեք, որ ամուսնացած են ելնում, վեշերը հավաքում են, ես գնում եմ իմ հոր տուն։ Գնա։ Բայց եթե ուզում ես ընտանիքը չբաժանվի, մի քանի օր հետո դու պիտի հետ վերադառնաս ամուսնուդ տուն։ Կարող է լինի մի քանի օր ճամփորդության մեջ ես, մտքերի, վիրավորանքի, տակ դատել ես։ Վեշերդ վերցրել ես, ես գնում եմ հերանցս տուն։ Բայց մի քանի օր հետո դու պիտի վերադառնաս։ Միգուցե դու էլ այդ վիրավիճակի մեջ ես, հեռացել ես։ Բայց երկարատևում արդեն քանի տարի է եկեղեցի չես գնում։ Գնա եկեղեցի։ Գնա եւ սկսի իրավիճակ փոխել այդտեղ։ Եղիր մարդ, որ ընտանիքի հոգսը վերցնես։ Ու գիտես, մարդիկ թվում է, թե այդ վարակ ավելի է տարածվում։ Հա ինտերնետով էլ կարանք այդ քարոզը լսենք, ինտերնետով էլ կարանք զոհաբերենք, ինտերնետով էլ կարանք փառաբանենք։ Ես իմ Աստծո հետ լավ եմ։ Դու միգուցե քո թվացյալ Աստծո հետ ես լավ, որովհետև դու քո Աստվածն ես պատրաստել։ Քո Աստված քեզ չի հանդիմանում, քո Աստված քեզ չի սաստում, դու ամենաճիշտն ու ամենալավն ես։ Բայց Աստված լույսը բաժանեց խավարից։ Եվ քեզ էլ ասում է, մնա լույսի մեջ։ Մնա լույսի մեջ։ Եվ այն հրեշտակները, ովքեր չպահեցին իրենց տեղը, չպահեցին։ Վերցնենք լուսատուններ, ասենք, լույս տվող բաներ։ Չգիտեմ, լամպնա, տարբեր լուսատուններ կա, չէ։ Իմ կարծիքով ամենամեծ լուսատուն դրանից լուսատու չկա։ Համաձայն եք, որ արևն է։ Արևից մեծ լուսատու գիտեք, որ լույս արձակի։ Ըստ Աստծո խոսքի, արևից մեծ լուսատու դա Աստծո գահն է, որից դուրս է գալի լույսը եւ ամբողջ քաղաքը լուսավորում։ Բայց մեր ֆիզիկական երկրագնդի վրա
միակ արեքակն է, որ այդքան լույս է արձակում։ Բայց դու տեսած կլինես իմ կարծիքով քո կյանքում արևի խավարում։ Արևը նույնպես կարող էր խավարել։ Մենք մի հատ նկար ունենք, այդ կարանք դնենք, որը սկսում է տենց այդ process-ը։ Նոր ենք սարքում, հեսա կդնենք։ Ու գիտես այնքան հետաքրքիր է, որ երբ որ հսկայական արևը կարող է խավարել, այն լույսը, որ քո մեջ է, քո մեջ էլ կարա ինչ-որ բան խավարի։ Ինչն է պատճառը արևի խավարման։ Լուսինը ընկելա իմ ու արևի արանքը։ Եթե ես երկիրն եմ, երկրի եւ արևի արանքում ով է կանգնել լուսինը։ Բայց մտածում ես լուսինը ինքը նախատեսված էր գիշերը լույս տալու համար։ Գիշերը լույս տալու համար։ Բայց այսօր ինքը ընկել է արևի առաջ։ Երկրորդ նկարն էլ ունենք։ Արևը ամբողջովին չի երևում։ Թվում է թե կա։ Թվում է թե այդ մարդու կյանքում ամեն ինչ լավ է։ Բայց խավարը ծածկել է նրա սիրտը։ Խավարը ամբողջովին փակել է նրա սիրտը։ Բայց պիտի նախատեսված լիներ, Աստված նախատեսել էր, որ արևը ամբողջովին երևա այդ մարդու կյանքում։ Ամենամեծ լուսատուն, որը որ արևն է, նա էլ կարա խավարի։ Եվ այն լույսը, որ քո ներսում է, ուշադիր եղի չխավարի։ Երբ որ դու հեռանաս Տիրոջ տնից, երբ որ դու սկսես քո Աստվածը կառուցել, երբ որ դու քո բնակատեղին լքես, խավարը սկսում է քո կյանքում աշխատել։ Ու չգիտես քի այդ մարդիկ ուզում են մենակ իրանք անեն։ Ու չգիտես քի այդ մարդիկ ոնց որ նենց լինեն, որ Աստված կոնկրետ իրանց Աստվածն է, ուրիշի Աստվածը չի։ Իմ Աստված ինձ գիտի։ Ոնց որ մոնոպոլիա Աստված լինի։ Ես ուզում եմ կարդամ առաջի Հովհաննես 2-րդ գլուխ 9-րդ խոսքից։ Ով ասում է, թե լույսի մեջ է եւ իր եղբորը ատում է, միջև հիմա խավարի մեջ է։ Ով ասում է, որ լույսի մեջ է եւ եղբորը ատում է։ Այն մարդը, ով հեռանում է եկեղեցուց, նա ինչ որ ձև ատելություն, վիրավորանք կա քույր եղբայրներից, ընտանիքի անդամներից։ Եվ այն մարդը, որ չի ուզում գնա եկեղեցի, նրա մեջ կա ատելություն իր քույրերի եւ եղբայրերի հանդեպ։ Ասում է այն մարդը, որ ասում է ես լույսի մեջ եմ եւ ինչ որ ձև վիրավորված է, ինչ որ ձև խնդիր ունի իր եղբոր եւ քրոջ հետ, նա խավարի մեջ է։ Եվ Աստծո խոսքը խոսում է, որ դու կարաս քեզ ստուգես, դու ինչ որ մեկի հետ խնդիր ունես, որ եկեղեցի չես գալի։ Ինչ որ մի բան եղել է, որ Տիրոջ տուն չես գալի, տնից փախել ես։ Ինչն է պատճառը, որ տնից փախել ես։ Եթե դու պատճառ չկա, դու քո եղբայրներին սիրում ես, քույրերին սիրում ես, վիրավորանք չկա նրանց հանդեպ, նրանց նկատմամբ, ուրեմն դու լույսի մեջ ես, վերադարձի, մի արա ամբողջը վատնես։ Իսկ եթե կա, ասում է այն մարդը, որ ասում է իր եղբոր ատում է, նա խավարի մեջ է, իր եղբորը սիրողը լույսի մեջ է ապրում եւ նրա մեջ գայթակղություն չկա։ Իսկ ով որ իր եղբորը ատում է, խավարի մեջ է շրջում եւ չգիտի թե ուր է գնում, որովհետեւ խավարը կուրացրել է նրա աչքերը։ Խավարը կարող է կուրացնել մարդու աչքերը։ Խավարը կարող է կուրացնել մարդու աչքերը։ Այն մարդու կյանքում ով վիրավորվում է եկեղեցից, իր քույր եղբայրներից։ Գիտես, մարդիկ շատ ժամանակ հեռանում են եկեղեցուց պատճառ բռնելով, ինչ որ մի ծառայողի, ինչ որ մեկի, որ իրան վիրավորել են։ Եվ ինքը նեղացկոտության պատճառով թողում է եկեղեցին գնում։ Որովհետև ինքը չի գիտակցում, որ Տիրոջ տուն է գալիս։ Ինքը գիտի, գալիս է, չգիտեմ, այնտեղ մի հատ շենք կա։ Մարդը պիտի գիտակցում ունենա, որ ինքը գալիս է տերերի, Տիրոջ կառավարության, չգիտեմ, այդ տունն է գալիս։ Գիտես, ես ձեզ մի հատ սովորական բան ասեմ, որ իմ կյանքում տեղի է ունենում։ Ես մարդ եմ, որ շրջում եմ տարբեր տեղեր։ Երբ որ գալիս եմ եկեղեցի մտնում, դուռը փակում, իմ մոտ ուրիշ զգացողություն։ Նույն զգացողությունը չի ինչ որ դրսում է։ Նույն զգացողությունը չի ինչ որ իմ տան մեջ է։ Այստեղ մի ուրիշ խաղաղություն եմ ես գտնում։ Դրա համար ժամանակ առ ժամանակ գալիս եմ այստեղ։ Գալիս եմ մենակ մնալու, որովհետև ես զգում եմ Տիրոջ ներկայությունը իր տան մեջ։
Դու եթե այս պատերին նայես, ասես սովորական պատեր, սովորական շինարարություն, բայց եթե քո մտքի մեջ դու ունենաս հայտնություն, որ դա Տիրոջ տունն է, քո Տիրոջ տունն է։ Հիշում եք, երբ որ Հիսուսը մանը ընկալի չէին գտնում։ Ծնողները խառնվել են, որտեղ ես։ Եվ ինչ պատասխանեց։ Չգիտեիք հորս տանը պիտի լինեմ։ Պատկերացրու Կիրակի օրը մարդիկ քեզ չընտրեն, ասեն ինքը իր հոր տանն է։ Ինքը գնացել է եկեղեցի, իր հոր տունն է։ Բայց գիտես մարդիկ կա, որ այդ հայտնությունը չունեն, որ հոր տուն են գալիս։ Եվ եթե հարսանիք են կանչում, հարսանիք է գնում։ Եթե մի հատ լավ թեթև քեֆ կա, պատճառ կբռնի եկեղեցի չգալու։ Միգուցե տունը ուղակի պարկի ու եկեղեցի չգա։ Լսի, մենք այն մարդիկ ենք, որ հոր տանից չպետք է լքենք, որովհետև հոր տունը լույսի տուն է, հոր տունը հույսի տուն է։ Հոր տան մեջ բնակվելը, մնալը, դա քո իշխանությունը պահում է, որ լույսի մեջ մնաս։ Իսկ այս աշխարհը խավար է։ Այս աշխարհը իր գործերով խավար է։ Ես Աստծո խոսքը խոսում է նրա մասին, որ մենք ենք այս աշխարհի լույսը։ Մենք պիտի լուսավորենք այս աշխարհը։ Համաձայն ես։ Ես մի հատ օրինակ ունեմ, կխնդրեմ պատրաստեն, միջև ես կխոսեմ։ Ես ասում եմ, չես կարող լույսը վառել եւ գրվանի տակ դնել։ Էսի լույս պիտի լինի, բայց լույս չի, բայց կարա լինի։ Հələ մի հատ էլ էս կոմից կա։ Ինքը հնարավորություն ունի լույս լինելու, հնարավորություն։ Ինքը կարող է այս աշխարհի մեջ այս անջատիչը անջատի եւ խավարից ոչ մի բանով չի տարբերում։ Ուղղակի պատկերացրեք այս բանը լամպը մի խավար սենյակում դրած է։ Ինքը լույս կտա։ Ինքը լույս կտա այն ժամանակ, երբ որ մենք փորձենք իրան վառենք։ Աստծո խոսքը ասում է դու ես այս աշխարհի լույսը, բայց դու ես որոշում լույս լինես, թե չլինես, դու ես որոշում լույս տաս, թե չտաս, որտեղ դու կարաս գնաս քո խավարի հարազատության մեջ եւ ուղղակի լույս չլինես, չէ, պոտենցիալ ունես լույս լինելու, բայց լույս կլինես, թե չես լինի, դա քեզանից է կախված, լույս կմնաս, թե չես մնա, դա քեզանից է կախված։ Աստծո խոսքը ասում է դու ես այս աշխարհի լույսը, լուսավորի այս խավար աշխարհը, լուսավորի այս խավար աշխարհը, լուսավորել այս խավար աշխարհը քո որոշումից է կախված, քո որոշումից կախված է դու կլուսավորես խավարում, թե չէ, որովհետև դու ես որոշում ներսից ցույց տաս, որ դու լույս ես, թե կարաս ցույց տաս, որ խավար ես, որովհետև մեր հարազատներում, մեր շրջապատներում շատ մարդիկ կա, որ պիղծ հումորներ են պատմում, որ հիմար կատակներ են անում մեզ հետ, մենք էլ ուզում ենք իրանց հետ նույն գծի վրա մնանք, չես ասում ես լույս եմ, ուղղակի ես կուլտուրայից ելնելով լսում ես իր աղբանոցը, միգուցե բամբասանքը, եւ քո ամբողջ կյանքը այդ օրը սկսում է խավարել, որտեղ բամբասանքը լցվելով քո ներս, դու սկսում ես խավարել, ու չես կարա տնից փախնես, տնից փախնելով հարցը չես լուծելու, վազի դեպի հորտուն։ Օրինակ, ուզեմ նաև բանից խոսամ, աղջիկները երբ որ մի երկար ժամանակ իրանց հորտուն չեն գնում ամուսնությունից հետո, ու գնում են ամուսնությունից հետո հայրական օջախ, ինչպիսի ազատություն է չէ լինում, այն ամուսնու տանը այդ ձև ազատություն չես ունենում, կիսուր կա, կիսրար կա, իսկ հորտանը ինչպես ես, գնում ես դիվանին պարկում, երիտասարդությունը թիշում, ոտքերդ բարձրացնում սենց, ով է քեզ բան ասելու, հորտունն ես, ազատ ես լինում, չես հելնում, մաման երեխեքին պահում է դու առավոտը վայելում ես, չէ, կա, չէ սենց բան, հորտանը պիտի այդ ազատություն ունենաս, որ հորտուն ես գալի, չպետք է կաշկանդված լինես, դու պիտի հասկանաս, որ դա հայրական տունն է, չպետք է վախենալով գաս, վախենալով գնաս, պիտի շփվես քո քուր եղբայրների հետ, պիտի շփում ձևավորես,
այլ չլինես հոր տան մեջ մեկուսացված։ Ու այդ ազատությունը ունենաս, որ հոր տան մեջ լինես ազատ։ Ամեն։ Եվ մենք տեսնում ենք, որ այն հրեշտակները, ովքեր չպահեցին իրենց բնակատեղին, խավարում կապված են, մենք պիտի պահենք մեր բնակատեղին, մենք պիտի սիրենք մեր եղբորը, մենք պիտի սիրենք մեր քրոջը։ Ու երբ որ ինչ որ մեկը եկեղեցուց գնում է, այս միտքն կուզեմ դες հետ խոսամ, ինչ որ մեկը եկեղեցուց գնում է, միգուցե նա ամաչում է հետ գա, միգուցե չի ցանկանում հետ գա, երբ որ իրան դրսում տենում եք, այդ մի հատ հայացք ունենք, այն որ սենց հարցական նշանակ, ուր է պահանջատիրական, միգուցե դժվարությունով անցնում, կողքը եղիր, մի պահանջատիրական դենց հարցակվի իրա վրա, ես չկաս, հա, միգուցե քո եղբայրը դժվարությունով անցնում, եղիր մարդ, որ տեսնում ես չկա, հարաբերություններ ստեղծի նրա հետ, մի թող, որ այդ մարդը, երբ որ գա եկեղեցի, ինքը զգա, որ էլ իր տուն չի եկել, պատկերացնում ես, ձեզ պատմեցի ես օրինակը, երբ որ աղջիկը վերադառնում է հոր տուն, բայց ընդեղ էլ արդեն հարս է եկել, հարսից է կախված, թե դու ոնց քեզ կզգաս քո հայրական տունը, այդ ձև չլինենք մենք, որ քո քույրը եղբայրը դրսում է, չի գալի եկեղեցի, ինչ-ինչ պատճառներով, հետ վերադառնալուց չհանդիպի այդ հարսին, սենց մի հատ հասկացողություն կա, չէ, հարսի ունքերից է կախված, ինչ կլինի, այդ դեմքը չընդունենք, այլ ծնողի դեմքը ընդունենք, որը սպասում է իր երեխուն, որը սպասում է, որ իր երեխեն կվերադառնա, այդ դեմքը ընդունենք, որ կարոտած սպասում է, այլ ոչ թե այդ պահանջատիրական, սա էլ խնդիր է եկեղեցու ներսում, ուզեմ սրան էլ ուշադրություն դարձնենք, ամեն, կամ բարի հարսն էլ լինում, կանանք այդ ձևել ընդ, Սաղմոս 139:7 խոսքից, գիտես, իսրայելացիները հասկանում են, որ Աստված միայն ու միայն Երուսաղեմում է, Երուսաղեմի տաճարում և տաճարից դուրս չի կարող գա, այս անսահմանությունը Աստծո Դավթի մոտ այդ հայտնությունը եղավ, ուր գնամ քո հոգուց և քո ներկայությունից, ուր փախչեմ, եթե վեր ելնեմ երկինքը դու այնտեղ ես, եթե պառկեմ դժոխքի մեջ, ահա դու այնտեղ ես, եթե արշալույսի թևերն առնեմ և բնակվեմ ծովի վերջի ծայրերին, այնտեղ էլ քո ձայնը և քո առաջնորդելը ինձ է, և քո աչքն ինձ բռնում է ինձ, եթե ասեմ թող խավարը ինձ ծածկի, այն ժամանակ գիշերն է լույս կդառնա իմ շուրջը, մութն էլ խավար չի քեզ համար, գիշերն է լույս է ցերեկի պես, խավարն է լույսի պես է քեզ համար, գիտես, Աստծո համար չկա գիշեր ցերեկ, մենք պիտի էսի հասկանանք, կա ֆիզիկական գիշեր ցերեկ, բայց Աստված չի ասում, լույսը բացվի, որ ես տեսնեմ, ես ինչ է կատարվում Վանիկի կյանքում, Աստված գիշերն էլ տեսնում է, որ ինչ է կատարվում իմ կյանքում, Աստված գիտի գիշերն էլ ինչ է կատարվում իմ կյանքում, և ինչ է ասում Դավիթը, ուր գնամ քո երեսից, եթե դու Աստծո հետ ես, այն խավարն էլ ցերեկի նման կլինի քո համար, եթե ինչ-որ բան սատանան փորձի խավարով հարձակվել քո վրա, ասում է, եթե ես ուր գնամ քո երեսից, ուր գնում եմ դու ես, ոնց փախչեմ դու ես, բայց ասում է, եթե ես քեզ հետ եմ, այն խավարը, որ կա ին վրա գալիս է, ցերեկի նման կլինի, և այն խավարը, որ հարձակվում է, Տերը կլուսավորի, որովհետև երբ որ հիշում ես Ծննդոց 1:1, Աստված բաժանեց խավարը լույսից, խավարն ու լույսը ունեն սահմանագիծ, որտեղ լույսի տիրույթը պրծնում է, խավարը սկսում է, եթե լույսի տիրույթը ավելի են կողմ գնա, էլ խավար ավելի կլուսավորվի, ուր գնամ քո երեսից, ուր որ գնում եմ դու այնտեղ ես, գոհանում եմ քեզանից, որովհետև ահավոր և զարմանալի կերպով ստեղծեցիր, զարմանում եմ քո գործերը և իմ անձը լավ հասկացել, Աստծո անսահմանությունը, ուր գնանք Աստծո երեսից, ուր գնանք Աստծո անսահմանությունից, եթե դու Աստծո հետ ես, խավարը քո վրա իշխանություն չունի, իսկ եթե դու դուրս ես եկել քո բնակատեղից, խավարը քո վրա իշխանություն ունի, և խավարի ազդեցության ներքո դու լքելու ես քո հայրական տունը, գիտես,
Խավարը միշտ էլ իր գործ անում։ Դու պիտի զինված լինես խավարին դիմավորելու։ Դու պիտի զինված լինես, որ միգուցե կգա կյանքում ինչ որ իրավիճակներ, թույլ չտաս, որ խավարը ամբողջովին պատի քեզ։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Ես Աստծո խոսքի մեջ շատ տեղեր է խոսում լույսի եւ խավարի, լույսի եւ խավարի։ Եվ ուզում եմ կարդամ Հովհաննես ավետարան 1:4 խոսքից։ Կյանքը նրանով էր եւ կյանքը մարդկանց լույսն էր եւ լույսը խավարի մեջ լուսավորում էր։ Իսկ խավարը նրան չտիրեց։ Լույսը խավարի մեջ լուսավորում էր։ Հիշում եք այս օրինակը, որ դու ես որոշում խավարի մեջ լուսավոր ես։ Ուրեմն հնարավոր է, որ խավարը լույսին տիրի։ Լույսը խավարը լույսին չտիրեց։ Եթե դու ես աշխարհի լույսն ես, պիտի այս աշխարհի խավարը քեզ չտիրի։ Խավարը կտիրի այն ժամանակ, երբ որ դու փորձում ես խավարի մեջ խավար մնաս։ Որոշի խավարի մեջ խավար չմնաս։ Որոշիչ քո սոցիալական ցանցերում դու խավար ես թե լույս։ Գիտես, մարդիկը հավատում են Հիսուս Քրիստոսին, առավել եւս երիտասարդները։ Բայց երբ որ մտնում ես նրանց, չգիտեմ, Instagram-յան էջը, հասկանում ես, որ այնքան էլ լույսի որդիներ չի։ Աշխարհիկ երաժշտությունով, չգիտեմ, 3 հատ շարժում անում, դնում, չգիտեմ, ինչ է ուզում, ինչ է ուզում ապացուցի։ Կամ միակ այդ բաներն է իր մոտ զարգացած։ Լսի, դու լույսի որդի ես։ Դու ես աշխարհի մեջ ազդեցություն պիտի ունենաս լույսի մասին խոսելու։ Դու քո ազդեցությունը պիտի ունենաս քո աշխատանքի տեղը լույսի մասին խոսելու, քո տարածքում քո լույսի մասին խոսելու, քո ընտանիքի մեջ լույսի մասին խոսելու։ Բայց այս աշխարհի խավարը քեզ ուզում է պոկի լույսի աղբյուրից։ Ամեն ինչ կանի քեզ պոկի լույսի աղբյուրից։ Ամեն ինչ կանի, որ հաղորդություն չունենաս եկեղեցու եւ Աստծո տան հետ։ Ամեն ինչ կանի, որ այն լույսը, որ Աստծո միջից գալիս է, եկեղեցու միջոցով գալիս է դեպի քեզ, փակի եւ կտրի։ Ու գիտես, այն մարդիկ, ովքեր որոշում են եկեղեցի չգան, իրանց էլ պետք չի հովիվ, իրանց էլ պետք չի առաջնորդ, որովհետև Սուրբ Հոգին իրանց բոլորը ասում է։ Իրանց էլ պետք չի մարդ, իրանք ուղիղ Աստծուց են ստանում։ Լսի, դու ընդամենը տնից փախել ես, վերադարձի հորտուն։ Վերադարձի հորտուն հայրը սպասում էր։ Հայրը սպասում էր առաջի օրվանից մինչև վերջի օրը իր անառակ որդու վերադարձին։ Սպասում էր։ Կարար անառակ որդին ամբողջը չվատներ, այլ լիներ որդի, որ ուղակի վերադարձել է հոր գիրկը։ Հա, միգուցե ինչ որ բան ա եղել, միգուցե նեղացել ես, վերադարձի տուն, վերադարձի տուն։ Եվ հայրը քեզ սպասում է, նորից լուսավորելու, նորից բժշկելու։ Եսայի մարգարեություն 60 գլուխ առաջի խոսքից։ Վեր կաց լուսավորիր, որովհետև եկել է քո լույսը, Տիրոջ փառքը ծագել է քեզ վրա։ Ահա խավարը ծածկեց երկիրը եւ մառախուղը ժողովրդին, բայց Տերը ահա ծագեցնում է քեզ վրա եւ նա փառքը կերևա քեզ վրա։ Ազգերը կգնան դեպի քո լույսը եւ թագավորները դեպի քո ծագող պայծառությունը։ Բարձրացրու աչքերդ նայիր քո շուրջը, բոլոր հավաքված գալիս են դեպի քեզ, քո որդիները գալիս են հեռվից եւ քո դուստրերը գրկում են մանուկների պես։ Ինչ է ասում։ Ահա ազգերին պատել է խավարը։ Ազգերը խավարով են պատած, բայց քո վրա Տիրոջ լույսն է ծագել։ Քո վրա ծագել է Տիրոջ լույսը։ Միգուցե այս ազգերի մեջ խավարն է պատած, բայց քո վրա ծագել է Տիրոջ լույսը։ Դու պիտի գիտակցես, որ քո վրա ծագել է Տիրոջ լույսը։ Գիտես, մի պատմություն նորից կուզեմ ձեզ պատմել եւ կարդամ Աստվածաշնչից, որ գրված է Ելից գրքում։ Գիտես, Եգիպտոսում եղավ 10 պատուհասներ։ 10 փորձություններ եղավ, որոնցից մեկը Եգիպտոսում թանձր խավար։ Ինչպիսի խավար։ Թանձր խավար։ Գրված է Ելից 10-րդ գլուխ 21-րդ խոսքից։ Տերը ասեց Մովսեսին. մեկնիր ձեռքդ դեպի երկինք, որպեսզի խավար լինի Եգիպտոսի վրա, շոշափելի խավար։ Մովսեսը իր ձեռքը մեկնեց դեպի երկինք, եւ Եգիպտոսի ամբողջ երկրի վրա 3 օր թանձր խավար եղավ։ Մարդուն չէր տեսնում,
3 օր, որ ոչ ոքի իր տեղից վեր չկացավ։ Խավարը պատկերացրիք, թանձր խավար, մարդ մարդու չէր տեսնում։ Եվ 3 օր ասում եմ, մարդիկ տեղից չհելան։ Մեկ պատկերացրեք, շատ մութ երեկո։ Ոնց լինի կարող ես քայլես։ Եգիպտոսում նենց խավար էր, որ չէիր կարա քայլես։ Եգիպտոսը դա աշխարհի խորհուրդն է։ Եվ ասում եմ, մարդը մարդուն 3 օր մարդիկ չհելան։ Բայց մի հատ հետաքրքիր խոսք կա, որ գրված է նույն խոսքի շարունակությունում։ Բայց Իսրայելի բոլոր որդիների համար իրենց բնակավարում լույս էր։ Բայց Իսրայելի բոլոր մարդկանց համար իրենց բնակավայրում լույս էր ծագել։ Դու պատկերացնում ես Եգիպտոսում, նույն տարածաշրջանում, որտեղ իսրայելացիք էին։ Եգիպտոսը նստած էր խավարի մեջ, իսկ իսրայելացիները լույսի մեջ։ Ու գիտես 10 պատուհասներից ոչ մեկը չեղավ եգիպտացիների երկրում, կներեք, իսրայելացիների երկրում, եւ կարկուտը, եւ ճանճերը, եւ չեղավ ոչ մի բան։ Աստված պաշտպանում էր նույն երկրի մեջ, պաշտպանում էր իր ժողովրդին, որ իրենց խավարը չտիրի, իրենց խավարը չպատի։ Գիտես այսօր այս աշխարհի ժողովուրդը խորհուրդն է Եգիպտոսի ժողովրդի եւ խավարով պատված է։ Բայց Եգիպտոսում դու կներես Իսրայելի ժողովուրդը, Աստծո ժողովուրդը, դու լույսի մեջ ես, որովհետեւ լույսը Քրիստոսն է, որ քո մեջ է, որովհետեւ Քրիստոսը քո ներսից քեզ լուսավորում է։ Ճանաչի լույսի աղբյուրին, ճանաչի լույսի աղբորին, որը Քրիստոսն է, որը քո մեջ է, որը քեզ լուսավորում է։ Այո, միգուցե Եգիպտոսում խավարը պատել է, բայց Իսրայելի տան մեջ լույս կար։ Եվ դու նույնպես եղի լույսի մարդ, լույս տվող մարդ։ Գիտես մարդիկ իրանց հետ խոսում ես, հասկանում ես, որ ինչ լույս, ինչ հույս։ Պատահում ես պատահական ճանապարհին։ Ասում ես ոնց ասում է, վատ է։ Ու ինքը պատմում է ինչքան վատ է։ Դենում ես այն ինչ եղավ։ Հեսա բանը կգա, ռուսը կգա, թուրքը կգա, այն մեկը գնաց, այն մեկը եկավ։ Գիտես ինչ, ինքը մի հատ լավատեսություն չունի։ Հեսա գիտես Ռուսաստանը կփակի ճանապարհներ, այն մեկը կբացի, մյուս լսի ասում է ազգերի վրա խավար է տիրել, բայց Տիրոջ լույսը ծագել է քո վրա։ Երբ որ դու ընդունես Քրիստոսի լույսը, այդ փակուղիները, այդ խավար բաները քո կյանքում չեն լինի։ Հա, բայց մենք աղոթենք, որ իրականում մենք նորմալ հարաբերություններ ունենանք մեր հարևան երկրների հետ եւ չլինի բան, որ մենք ասենք, բա գիտես մենք հոգեվորներ ենք, բայց մեզ ոչ մի բան չի տիրի։ Մենք պիտի աղոթքի մեջ լինենք, որ մեր կառավարության անդամները ճիշտ որոշումներ կայացնեն եւ ազգը տանեն լույսի մեջ, որը որ Քրիստոսն է։ Ամեն։ Այո, Եգիպտոսում թանձր խավար կար, բայց Աստծո տան մեջ, Աստծո բնակավայրում լույսը միշտ կար եւ լույսը չէր դադարում լինելուց։ Սաղմոս 18:28, որովհետև դու լուսավորում ես իմ ճրագը, Տեր Աստված լուսավոր է դարձնում իմ խավարը։ Տես, Աստված լուսավորում է մեր խավարը։ Աստված, եթե քո ներսում ինչ-որ խավար կա, Աստված լուսավորում է քո խավարը։ Գիտես, դու երբ ես հասկանում, որ քո ներսում ինչ-որ խնդիրներ կան, երբ որ բերում ես մեծ լույսի տակ։ Օրինակ պատկերացրու, անցած անգամ էլ եմ ես օրինակ բերել։ Մենք չգիտենք այս բաժակի վրա ինչքան միկրոբներ կան։ Բայց երբ որ բերում ես մանրադիտակի տակ, տեսնում ես ինչեր կան։ Երբ որ մանրադիտակը սկսում է նայել նրան, տեսնում ես ինչքան խնդիրներ կա։ Լավ էլ վերցրել եմ մի հատ խմեմ։ Բոլոր ծարավները ասեն ամեն։ Առաջի Հովանես կներեք Հովանես չէ, Հովանեսի չեմ կարդա։ Մատթեոս ավետարան 4-րդ գլուխ 16-17-ից։ Ժողովուրդը, որ խավարի մեջ նստած էր, մեծ լույս տեսավ։ Մահվան ստվերով աշխարհում նստողների համար լույս ծագեց։ Այն ժամանակ Հիսուսը սկսեց քարոզել եւ ասել. «Ապաշխարեցեք, որովհետեւ մոտ է երկնքի արքայությունը»։
Լույսի ծագելու պատճառը ապաշխարությունն էր։ Գիտես, խավարում նստած մարդիկ մեծ լույս տեսան, որը Քրիստոսն էր։ Բայց Քրիստոսը, երբ որ ծագեց մարդկանց սրտերում, ամբողջ ապաշխարության գաղտնիքը, լուսավորման գաղտնիքը դա ապաշխարությունն էր։ Երբ որ քո կյանքում ինչ որ մի բան կա ու չես ուզում ապաշխարես, ու այն լույսը, որ քո ներսում է, խավարում է, եթե հսկայական արեգակը ունի հնարավորություն խավարելու, ինչ որ խանգարիչներ կա, որ նա կխավարի, քո ներսի լույսն էլ հնարավոր է սատանան խավարեցնի իր ծրագրերով, իր խավարի ծրագրերով։ Մենք լավ գիտենք, որ դժոխքում լինելու է խավար, իսկ Աստծո գահի առաջ լինելու է անսահման լույս։ Նույնն էլ այս երկիրը ունի իր խավարը եւ Աստծո տունը ունի իր լույսը։ Ու եթե դու քո բնակատեղին լքում ես, քո վերջը խավար է լինելու։ Որտեւ այն հրեշտակները, ովքեր չպահեցին իրենց իշխանությունը, իրենք ընկան խավարի մեջ։ Եվ տեսնում ես, ասում խավարում նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ։ Ժամանակին մենք էլ էինք խավարում նստած։ Եվ Աստծո լույսը ծագեց մեր կյանքում։ Եվ լուսավորեց մեր ներսը։ Բայց լուսավորելը պիտի պահես։ Գիտես, քահանայի գործը ամբողջ գիշեր չքնել, կրակի վրա փայտ գցելն էր։ Եթե դու տարին արդեն երկար ժամանակ չես ուզում Աստծո խոսքը կարդաս, չես ուզում աղոթես, չես ընկալում Աստծո խոսքը, կարող է կարդաս, բայց չընկալես։ Ցանկություն չի առաջացել Աստծո խոսքը սերտելու։ Աստվածաշունչը վերցնում ես, քունը տանում է։ Կարող է լույսի հետ խնդիր կա։ Կարող է լույս ուզում է մարի։ Կարող է ինչ-որ բան կա, որ մենք պիտի հասկանանք, որ մենք պիտի ինչ անենք, որ այդ լույսը չվարի, որպես քահանա, կրակի վրա փայտ գցելով։ Նորից կուզեմ կարդամ Ղուկասի ավետարան 11-րդ գլուխ 34-րդ խոսքից։ Ես ասացի, որ այսօր տեղերը շատ են, փորձելու ենք կարդանք։ Մարմնի ճրագը աչքն է։ Երբ աչքը մաքուր է, ամբողջ մարմինը լուսավոր կլինի։ Բայց եթե աչքը չար է, մարմինը խավար կլինի։ Ուրեմն զգույշ եղիր, գուցե այն լույսը, որ քո մեջ է, խավար լինի։ Զգույշ եղիր, զգուշությունը, զգուշացնող նշանները գիտեք, չէ՞ որն է։ Մենք ի՞նչն ենք զգուշացնում։ Օրինակ երեխաներին զգուշացնում ենք հոսանքին ձեռ չտալ, կյանքին վտանգ սպառնող, վնասվածքներ բերող։ Կարաս դու հոգևոր վնասվես, եթե ուշադրություն չդարձնես այն լույսը, որ քո ներսում է։ Եվ ասում այն լույսը, որ քո ներսում է, զգույշ եղիր, խավար չդառնա։ Բայց գիտե, այդ լույսը մի անգամից միշտ պիտի տա։ Ես ոչ մի բան չպիտի անեմ, այդ լույսը պիտի տա, որովհետև ես հավատում եմ Հիսուսին։ Դու հավատում ես Հիսուսին, բայց այն լույսը, որ քո ներսում է, նա կարա խավար լինի։ Ուրեմն զգույշ եղիր, գուցե այն լույսը, որ քո մեջ է, խավար լինի։ Եթե ամբողջ մարմինը լուսավոր է եւ ոչ մի խավար մաս չկա, ամբողջը լուսավոր կլինի, ինչպես ճրագը իր ճառագայթով լուսավորում է քեզ։ Ասում եմ, եթե քո աչքը պարզ լինի, մարմինդ լուսավոր կլինի։ Գիտես, մարդիկ աչքները պարզ չի, ամենտեղ մի բան փնտրում են։ Գալիս են եկեղեցի եւ ամենտեղ մի բան փնտրում են։ Եթե քո աչքը պարզ լինի, մարմինդ լուսավոր կլինի եւ այն լույսը, որ քեզանում է, խավար չի լինի։ Գիտես, դու կարաս պատճառներ մանգաս քո ընտանիքի մեջ, բայց կարաս մարդ լինես, որ սկսես աշխատել, ձեռքերդ հայկական ասած կշտես եւ կպնես գործի։ Եթե մտածում ես եկեղեցում խնդիրներ չկա, կա։ Մի 20-30 հատ կա, դու չգիտես։ Կա այդ խնդիրները։ Բայց դու պիտի մարդ լինես, որ ոչ թե կլինես խնդիրները պարզաբանող, այլ խնդիրները լուծող։ Ու նույնպես ուզում եմ վերնագիրը հիշեցնեմ։ Տնից փախչելով դու չես կարող հարցերը լուծես։ Ինձ թվում է, թե ես այսօր ավելի շատ քարոզում եմ համացանցով դիտողներին, քան եկեղեցու անդամներին, որովհետև դուք տնից փախած չեք, դուք տան մեջ եք։ Բայց մարդիկ կան, որ տարիներով չգիտես ինչի համար փախել են տնից։ Ու անառակ որդու նման ամբողջ ուզում են վատնեն նոր հետ գնան։ Դու կարաս կիսավատնացել հետ գնաս։ Դու կարաս
Մի քիչ նեղացել ես, ոչինչ, հետ գնա բժշկվի։ Իսկ եթե կա եսակենտրոնություն, եթե կա բնավորության կոպիտ անկյուններ, չկոտրվել, գնա բժշկվի, գնա ներողություն խնդրի։ Գնա միգուցե, չգիտեմ, սկսես այն ծառայությունը, որ ծառայելուց ես եղել, տնից փախնելով հարցերը չես լուծի։ Ու եթե քեզ էլ այդ ձև միտք է եղել, դու այստեղ ես նստած ես, որ ուր եմ գնում եկեղեցի, այնքան խնդիր կա, այսօր էլ զոռով եմ եկել։ Խնդիր ես տեսնում, արի իրար հետ լուծենք։ Արի իրար հետ սկսենք գործ անել։ Խնդիր կա։ Ու չի կարա չլինի, որովհետև ես ու դու կատարյալ չենք։ Բայց տնից փախնելով հարցերը չես լուծի։ Տնից փախնելով դու չես կարա, դու գնալու ես խավարի մեջ լինես։ Եվ այն խավարումը քո կյանքում գալու է։ Եթե այդ հսկայական արևը խավարեց, մի օր դու էլ ես խավարելու։ Ու գիտես, տնից փախնելով դու կդառնաս անտուն թափառական։ Հոգևոր անտուն թափառական։ Մենք մի հատ նկար ունենք, կարանք դնենք։ Տնից փախնելով դու մի օր կթողես հորդ, մի օր կթողես մայրիկին, մի օր կթողես քույրիկին, մի օր կթողես չգիտեմ ինչ, եւ այդ ձև էլ տունդ կլքես։ Երբ որ տունը լքես, դու մի օր հայտնվելու ես դրսում։ Հա միգուցե ինչ որ գումար ունես խնայած, էդ էլ ուտես։ Էդ էլ խմես, բայց մի օր դու հայտնվելու ես դրսում։ Գիտես, ինքը ընտրեց, որ այստեղ լինի։ Կա իրավիճակներ, որ կյանքն է այդ ձևանում, բայց կա իրավիճակներ, որ ինքն է իր ճամպրունքը վերցրել ու դուրս եկել տնից, փախել է տնից։ Գիտես, այսօր ստատիստիկան ասում է, որ ինչքան երեխա է տնից փախնում։ Նամանավանդ Ռուսաստան։ Ինչքան երեխաներ են թողում ծնողներին ու փախնում։ Ծնողները երբ որ դաստիարակում են երեխաներին, երեխաները գիտեն, թե վատն են, ուզում են տնից փախչեն։ Գիտեն, թե լավ բաներ է դրսում իրանց սպասելու։ Ու երբ որ գնում են հանդիպում են, որ ճաշի ժամանակն է, ճաշ բերող չկա, հասկանում են, որ մաման լավն էր, որ կոֆեի ժամանակն է, սուրճը տվող չկա, հասկանում են, որ չէ, տանը լավ էր։ Ժողովուրդ, տունը ապահով է։ Մի թեթև պատճառը պետք է ճամպրուկդ վերցնես ու ես գնացի։ Ուր ես գնում։ Խավարը քեզ է սպասում։ Այն հրեշտակները, ովքեր թողեցին իրենց բնակատեղը, թողեցին բնակատեղը, խավարում հիմա կապված են։ Մնալ լույսի մեջ ինչքան էլ դժվար լինի, ինչքան էլ դժվար լինի Տիրոջ տան մեջ, ինչքան էլ թերություններ նկատես, սկսի աշխատել, սկսի մի բան փոխել, առաջարկություններ արա, միգուցե առաջարկությունները ընդունվի, միգուցե չընդունվի, մի հեռացի Տիրոջ տնից։ Տիրոջ տունը լույսի տուն է, Տիրոջ տունը հույսի տուն է։ Դու կարաս թողես եւ գնաս, հեշտ է քննադատես ու դուռը չխկացնես ու գնաս։ Բայց դժվար է մնալ, վերանորոգել, մաքրել, բժշկել, դժվար է, բայց ուժեղները մնում են։ Ու շատ ուրախ եմ, որ դու այսօր այստեղ ես, որ հաղթել ես աշխարհի բոլոր մարտահրավերները, բոլոր բացիկներին ոչ ես ասել, որովհետև դուրս գալուց ինչ որ մեկը զանգում է, որ դու իրան կարևոր պետք ես, ասում ես գնամ կամ կխոսանք, լինում է այդ ձև, դու պիտի լինես, ասես սպասեցեք, ես ձեզ ասեմ, 2 ժամ հետո ոչ ման չի փոխվել ու գնալու եք տնակ իրանք նույն ձևը սպասում են, կամ էլ այդ հարցը լուծվել է, բայց մենք պիտի կարողանանք Տիրոջ հրավերները չմերժենք։ Քրիստոսը իր ծնողներին ասավ, ինչ եք ինձ ման գալի, հորս տունն էի։ Թող քեզ ման չգան, դու լինես հոր տանը։ Հոր տանը լույսի տուն է, հոր տունը խավարի տուն չէ։ Ինչքան էլ ներսդ ինչ որ մի բան խավար կլինի, Տերը կլուսավորի։ Տնից փախնելով չես կարա հարցեր լուծես։ Տնից փախնում են այն մարդիկ, ովքեր ծույլ են, չեն ուզում ինչ որ մի բանի պարտավորություն վերցնեն։ Հեշտ փախնում են տնից։ Իսկ ովքեր որ ուզում են պարտավորություն վերցնեն, նրանք մնում են եւ վերցնում։ Գիտես, sense մի հատ պատմություն կա, սա իրական պատմություն է։ 2 հոր մասին ստատիստիկան ցույց էր տվել էտի։ 2 հայր են լինում, որ դաստիարակում են երեխաներ։ Մեկը գնում է արտագնա աշխատանքի, որպեսզի իր երեխան համալսարան ընդունված լինում Երևանում,
որպեսզի կարողանա այդ վարձերը վճարի։ Իսկ մյուսը մնում է շատ դժվարությունով, երեխայի հետ միասին պայքարում են, որ այդ վարձերը վճարեն։ Երկու երեխաներն է սովորում են։ Երկուսն էլ շատ հայտնի մարդիկ են դառնում։ Այն երեխան, որը որ հոր հետ պայքարելով, դիմանալով, հայրը տնից չգնաց, մնաց ու այդ մնալու արդյունքում, այդ դժվարությունների միջոցով այդ երեխան մարդ դառավ, մարդ մի քիչ մեր բարբառով ասված, դարձավ մասնագետ, այդ երեխան ծերության ժամանակ հորը չի լքում։ Այդ երեխան հորը ավելի շատ է պատվում, ավելի շատ նվերներ է անում։ Իսկ այն երեխան, որ չի տեսել հոր չարչարանքը, նա չի ուզում շատ շփվի հետը։ Գիտես, շատ կարևոր է տեսնել հոր չարչարանքը։ Ինչքան դժվարությունով պապան հասավ դրան։ Գիտես, հեշտ է, երբ որ դու չես նայում հոր չարչարանքին։ Ու միանգամից ուզում ես կարճ, ինձ հիմա է պետք շուտ։ Երբ որ մնում ես, երբ որ դիմանում ես, երբ որ ինչ-որ մի բան անցնում, դու տեսնում ես, որ քո քույրը չարչարվում է, քո եղբայրը չարչարվում է, ընտանիքի անդամները ինչ-որ գործի մեջ գործ են անում։ Գիտես, այս եկեղեցու շենքը հեշտ չի տրվել մեզ։ Սա տարիների աշխատանք է եղել։ Գիտես, մնացին այն մարդիկ, ովքեր մնացին եւ գործեցինք։ Բազում ձեռքեր աշխատեց, բազում ձեռքեր օրհնությունով աշխատեց, բազում ձեռքեր սնունդի միջոցով աշխատեց, գումարներով աշխատեց։ Եվ ունենք այս տունը։ Մենք կարայինք ասենք, լավը չէ, այս տունը թողեինք գնայինք, բայց մենք հասկացանք, որ պիտի ինչ անենք, հոր տան աշխատենք։ Եվ այն մարդիկ, ովքեր սիրտ ունեն հոր տունը աշխատելու, Աստված էլ իրենց կյանքի մեջ է փոփոխություն բերում, իրենց համատակարարում։ Եվ հոր տունը դա լույսի տունը, դու մնա այդ լույսի տան մեջ։ Այսօր խավարը շատ առաջարկություններ ունի քեզ։ Ես կուզենամ մեր Նարենգա նվագի Առաջի Հովհաննես առաջի գլուխ 5-րդ խոսքից։ Եվ սա է ավետիսը, որ նրանցից լսեցիք ու ձեզ պատմում եմ, Աստված լույս է, նրա մեջ խավար չկա։ Եթե ասեք, թե հաղորդություն ունենք նրա հետ, բայց խավարի մեջ քայլեք, ստում եք եւ ճշմարտություն չեք կատարում։ Իսկ եթե ասեք լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ նա է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք միմյանց հետ եւ նրա որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ մաքրում է ամեն մեղքերից։ Եթե ասում ենք Աստված լույս է, ով մնում է Աստծո մեջ, ով մնում է լույսի մեջ, նա խավարի մեջ չի քայլի։ Իսկ ով որ թողում է լույսի բնակատեղին, նա խավարի մեջ է քայլում։ Դու գիտես, երբ որ գալիս ես եկեղեցի, չգիտես, խի սկսում ես քո թերությունները տեսնել։ Ոնց որ մի հատ մեծ լույսի տակ մտնես, երբ որ աղոթքի ժամանակ է լինում, դու տեսնում ես քո խնդիրները։ Երբ որ դուրս ես գալի տունը, չես գալի եկեղեցի, չես տեսնում քո խնդիրները։ Ով հաղորդություն ունի լույսի մեջ լինելու, լույսի մեջ տեսնում ես քո խնդիրները։ Եվ Աստծո խոսքը խոսում է նրա համար, որ լույսը եկավ աշխարհ, բայց մարդիկ խավարը ավելի սիրեցին։ Մի սիրի խավարը։ Մնա լույսի մեջ, մնա հոր տան մեջ։ Հոր տանը շատ կերակուր կա քո համար։ Միգուցե դժվար լինի, տնից մի փախի, այլ ձեռքերդ սկսի Տիրոջ տանը աշխատելու։ Գիտես, ամենահեշտը տնից փախնելն է, պատասխանատվություն չվերցնելը։ Մի ծառայության մեջ էիր, ի՞նչն է պատճառը, որ ուզում ես թողես։ Մի ծառայության մեջ էիր, թողել ես ու աշխարհում խավարի մեջ, հետ դարձի այդ ծառայության մեջ։ Մի փախի տնից, վերցրու պատասխանատվություն, վերցրու լինել Հովվիտ կողքը, վերցնու լինել այն ծառայության մեջ, որտեղ որ եղել ես։ Տնից փախնելով դու հարցերը չես լուծի։ Կլուծես քո գլխացավակից հեռու կլինես, բայց վարձքդ կկորցնես։ Մնա Տիրոջ տան մեջ։ Միգուցե դժվար լինի, միգուցե խնդիրներ լինի, մնա այդտեղ, որովհետև ինչպես Տիրոջ խոսքն է ասում, Աստված լույս է եւ խավար չկա նրանում։ Եթե դու ասում ես հաղորդակցություն ունեմ ես լույսի հետ եւ խավարում մանգաս, ո՞նց կարաս ասես ես հաղորդակցություն ունեմ լույսի հետ, բայց քո գործերը խավարի քայլեր լինեն։ Ինչ կապ ունի քո քայլերը, եթե դու լույսի մեջ չես։ Ուշադրություն դարձրու քո քայլերին, որ չլինի խավարի քայլեր։
Աստված լույս է եւ մենք պիտի մնանք լույսի մեջ։ Եվ Մատթեոս 5-րդ գլուխ 14-րդ խոսքից ասում է. դուք եք աշխարհի լույսը, մի քաղաք լեռան վրա, որ կառուցում է, չի կարող թաքնվել։ Ոչ էլ ճրագը վառում են եւ գրվանի տակ են դնում, այլ դնում են աշտարակի վրա, որ այն լույս է տալիս բոլոր նրանց, ովքեր տան մեջ են։ Այնպես էլ թող ձեր լույսը մարդկանց առաջին փայլի, որպես տեսնեն ձեր բարի գործերը, փառավորեն ձեր հորը, որ երկնքում է։ Տես ասում է, ձեր լույսը լինի այս աշխարհում բարի գործերի միջոցով։ Բարի գործերը դա լուսավորում է այս խավար աշխարհը։ Գիտես, մենք շատ կարանք սուրբ լինենք, բայց ոչ բարի։ Աստված ասում է, քո բարի գործերը լուսավորում այս խավար աշխարհը։ Մի քիչ բարիություն ձևավորի ներսում։ Առատաձեռ եղես, բարի եղի, եւ դու կտեսնես, որ այն լույսը քո մեջ է, սկսել են մարդիկ տեսնել։ Մարդիկ կա, գիտես, ոնց են ապրում, հոգս անելով։ Ես այսօր քեզ խոսք ունեմ Աստծուց։ Հերիքա հոգս անես։ Միջև քո խնդրելը, Աստված գիտի, որ դա քեզ պետք է։ Միջև քո բերանը բացելը, Աստված գիտի, որ դա քեզ պետք է։ Ասում եմ, նայի երկնքի ծտերին, ակռավներին։ Ես ասում եմ, նրանց կերակրում եմ։ Քեզ էլա կերակրելու, հոգս մի արա։ Գիտես, այդ հոգսաշատ, հոգսախեղտ լինելը բերում է, որ դու դառնում ես Աստծուն անզգա, եւ խավարը պատում է հոգսի միջոցով։ Խավարը քեզ պատում է հոգսի միջոցով։ Հերիքա հոգս անես, խաղաղվի, թող Տիրոջ խաղաղությունը գա քո փոթորիկների վրա, եւ քո այն խաղաղությունը, որ քո մեջ է, թող հոգս չանի։ Հետնայտես, ինչի ես հասել հոգս անելով։ Ոչ մի բանի չես հասել հոգս անելով։ Ինչ հասել ես Տիրոջ իմաստությունով։ Ինչ հասել ես հավատքի քայլով եւ աշխատասիրությունով։ Հիմա ինչ ես հոգս անում։ Հոգս մի արա։ Պատիվ տու քեզ։ Երբ որ դու սկսես մտածես, ինչ եմ ուտելու, ինչ եմ խմելու, դու կլնես հոգսի մեջ։ Ես արդեն մարդիկ կա այստեղ, իրենց հոգսերը պրծել են, հոգս են անում իրենց երեխաների։ Բա ինչ պիտի անի իմ երեխան, որտեղ պիտի բնակարան ունենա, ինչպես պիտի ապրի իմ թոռնիկները, իմ ծոռնիկները, հերիքա։ Օրվա համար բավական է իր հոգսը, հերիքա։ Պետք չի դու կառուցես, չգիտեմ, մի 1000 տարի առաջ մտածում ես, ամբողջ օրը տխուր ման գալիս, ամբողջ օրը տխրած, տրտմած ման գալիս, լավ է լինելու, եւ Աստծո խոսքը ասում է, գնա արդարին ասա, լավ է լինելու, եթե դու արդարացված ես Քրիստոսի արյան զորությունով, եւ դու պահում ես Քրիստոսի արյան զորության գինը, եւ դու չես քայլում այս խավար աշխարհի մեջ, մնում ես լույսի մեջ, քո գործը լավ է լինելու։ Կներեք, լավ է եղել արդեն, ոչ թե լինելու է եղել արդեն, ներկա վիճակով, քո գործը լավ է, գնաս արդարին ասա, քո գործը լավ է,